Ըստ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի սահմանադրության մեջ կան իրավական սողանքներ, որոնք իշխանություններին կարող են հնարավորություն տալ սահմանադրական որոշ փոփոխություններ իրականացնել ոչ թե падգամավորների 2/3, այլ 3/5 աջակցությամբ։ Բաղդասարյանի խոսքով գործող խորհրդարանական մեծամասնությունը ունի անհրաժեշտ ձայները, ինչը նրա գնահատմամբ թույլ է տալիս հանրաքվեի դնել սահմանադրության 202-րդ հոդվածի փոփոխության հարցը։ Քաղաքագետը պնդում է, որ այդ հոդվածի փոփոխությունից հետո կարող է փոխվել նաև սահմանադրության հետագա փոփոխությունների ընթացակարգը։ Կոնկրետ հենց այդ 202-րդ հոդվածը խորհրդարանական մեծամասնությունը կարող է հանրաքվեի դնել 3/5-ով։ 3/5-ով դնում են հանրաքվեի, այդ հոդվածը փոխում են 202 հոդվածը։ Այնտեղ գրում են, որ հանրաքվեի համար պետք է ոչ թե 2/3, այլ ենթադրենք 50% ևավ։ Եվ հետո արդեն այդ փոխված հոդվածով հանրաքվեի են անում ամբողջ սահմանադրությունը փոխելու։ Սահմանադրության ցանկացած դրույթ փոխելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ազգային ժողովի 2/3 ձայների քվեարկություն, նոր դրանից հետո որը որ ազգային ժողովով պետք է փոխվի, կփոխվի ազգային ժողովով, որը որ դրվի հանրաքվեի, դրվելու է հանրաքվեի։ Քաղաքագետի կարծիքով սահմանադրական փոփոխությունների թեման արտաքին քաղաքական բաղադրիչ ունի եւ այդ գործընթացը պայմանավորված է նաեւ արտաքին ազդակներով։ Որոշակի դժվարություններ այո ստեղծվել են այս իմաստով, բայց մենք շարունակելու ենք ուրեմն մեր օրակարգերով առաջ շարժվել եւ միանշանակ մենք կգտնենք լուծումներ, ուրեմն այն փոփոխություններն իրականացնելու առումով, որոնք ենթադրում են նոր սահմանադրության ընդունում։ Միակ իրենց լեգիտիմ տարբերակը, որ կարողանան, դա 200,000 ստորագրությամբ նախաձեռնությամբ հանդես գան, որից հետո բնականաբար 2/3 չի լինելու, նոր դրա այդ 2/3-ը հաղթահարելու համար եւս 300,000 ստորագրություն։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Բաղդասարյանը նշում է, որ տարածաշրջանային գործընթացները պայմանավորված են ոչ միայն Բաքվի կամքով, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումներով։ Նրա խոսքով, քանի դեռ պահպանվում է անորոշությունը կապված Իրանի, Ամերիկայի եւ Ուկրաինայի շուրջ զարգացումների հետ, Ադրբեջանը դժվար թե գնա կտրուկ գործողությունների, սահմանափակվելով հիմնական կոշտ հռետորաբանությամբ։ Քանի դեռ այդ անորոշ վիճակն է, Ադրբեջանը բնականաբար կոշտ քայլեր ձեռնարկել չի կարող։ Կոշտ հռետորաբանություն գուցե օգտագործի, բայց հստակ քայլեր չի համարձակվի անել։ Ընդդիմությունը սպասում է սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը, թեև ընդդիմադիր շրջանակում չեն թաքցնում, որ մեծ ակնկալիքներ չունեն։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ այս լարվածությունը ընտրություններով չի ավարտվել։ Ներքաղաքական պայքարը պարզապես թևակողել է նոր փուլ։ Այդուհանդերձ խոստանում են դրանից հետո անցնել ավելի ակտիվ քաղաքական քայլերի։ Այսուհետ վաճառողը պարտավոր կլինի ապահովել, որ գնորդին փոխանցված ապրանքը լիովին համապատասխանի ինչպես պայմանագրով նախատեսված պայմաններին, այնպես էլ այն հատկանիշներին, որոնք սպառողը կարող էր ողջամտորեն ակնկալել տվյալ ապրանքից։ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի նոր օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից։ Այս իրավական փոփոխությունների առանցքային հարցը սպառողների իրավունքների պաշտպանության մոտեցումներն են ԵՄ-ի ստանդարտներին համապատասխան։ Խոսքը վերաբերում է կենցաղային տեխնիկայի, հագուստին, կոշիկին, ինչպես նաև թվային տարեր պարունակող ապրանքներին ու ծառայություններին։ Եթե օրինակ գնորդը պատվիրել է որոշակի բնութագրով հեռախոս, սակայն ստացել է այլ հիշողությամբ կամ գույնի սարք, ապա եթե ապրանքը չի կատարում այն գործառույթները, որոնց մասին նախապես համաձայնություն է ձեռք բերվել, ապա այն կհամարվի չհամապատասխանող։ Նույնը վերաբերում է նաև դեպքերին, երբ ապրանքը չի տրամադրվում անհրաժեշտ պարագաներով, հրահանգներով կամ խոստացված թարվածումներով։ Կարգավորումների հիմնական նպատակը հետևյալն է՝ սահմանել վաճառողների համար հստակ չափանիշներ, հստակ պահանջներ, թե ինչպիսի ապրանք պետք է վաճառվի վերջիններիս կողմից եւ այդ ապրանքի չհամապատասխանելու պարագայում ինչ հետևանքներ կառաջանան վաճառողների համար։ Նոր կարգավորումներով սահմանվում են նաև հստակ ժամկետներ։ Նոր ապրանքների դեպքում գործում է 2 տարվա երաշխիքային ժամկետ, իսկ օգտագործված ապրանքների համար առնվազն 1 տարի։ Բացի այդ, եթե գնորդը հայտնաբերում է թերություն, դրա մասին պետք է վաճառողին տեղեկացնի հայտնաբերման պահից 2 ամսվա ընթացքում։ Ընդ որում օգտագործված ապրանքը իրացնելիս վաճառողը պետք է հստակ սպառողին ներկայացնի այդ ապրանքի հնարավոր թերությունները, քանի որ օգտագործման արդյունքում մաշվածության հարց կա եւ մի շարք այլ խնդիրներ կան եւ նախապես սպառողը պետք է տեղեկացված լինի դրա մասին։
Նոր կարգավորումներով սպառողը չի կարող միանգամից պահանջել վաճառքի պայմանագրի լուծարում, եթե ապրանքի հայտնաբերված թերությունը համարվում է աննշան։ Այս դեպքում վաճառողն է պարտավոր ապացուցել, որ թերությունն էական չէ եւ հնարավոր է վերացնել առանց ապրանքի փոխարինման կամ գործարքի չեղարկման։ Վերանորոգման հետ կապված շատ կարևոր է ընդգծել, դա համատեքստն է կապված վերանորոգման գործընթացում համապատասխան, այսպես ասած, առողջ դետալների մասով ընկերության պատասխանատվության հետ, ու այստեղ օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ օրինակ, եթե ձեզ պետք է X ապրանքի համար X դետալը փոխել, բայց այդ փոխելու ընթացքում պետք է փոխվի եւս 4 այլ դետալ, որոնք որ համապատասխան էին, այդ ամենը պետք է իրականացվի վաճառողի հաշվին։ Պատասխանատուները արդեն իսկ խորհուրդ են տալիս վերանայել պայմանագրերը, երաշխիքային պայմանները եւ գովազդային հայտարարությունները, որպեսզի հուլիսի 1-ից գործող նոր կանոնները խնդիրների պատճառ չդառնան։ Իսկ սպառողների համար փոփոխությունները կարող են դառնալ լրացուցիչ երաշխիք, որ գնված ապրանքը պետք է համապատասխանի ոչ միայն գովազդին, այլ իրականությանը։ Երևանի տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետարանում նշում են, ծրագիրը նպատակ ունի ապահովելու կամրջի անվտանգ եւ անխափան, եւ որ շատ էական է երկարաժամկետ շահագործում։ Անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ուսումնասիրությունների եւ մշակված նախագծի հիման վրա։ Կամրջի երթևեկելի հատվածի բացումը նախատեսվում է օգոստոսի 29-ին։ Տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետեւ որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են եւ անվտանգությանն են միտված առաջին հերթին երևանցիների, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված եւ մեր վերահսկողությունը ժամկետների հետ կապված եւ որակի հետ կապված իհարկե աշխատանքի պետք է շատ ինտենսիվ լինի այս առումով։ Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչությունից պարզաբանում են, կամրջի հիմնանորոգումը պայմանավորված է տարիների ընթացքում առաջացած մաշվածությամբ։ Կամրջի վրա վերջին անգամ հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են դեռ նախորդ տասնամյակներում։ Այժմ նախատեսված է ամբողջական վերականգնում, ներառյալ ջրամեկուսացման, ջրահեռացման, դեֆորմացիոն կարերի եւ սեյսմիկ տարրերի արդիականացումը։ Կամուրջը հիմնանորոգվում է ոչ թե կոնկրետ խնդիրներ են հայտնաբերվել եւ դրա համար է հիմնանորոգվում, այլ կամուրջը իր մաշվածության արդյունքում այս հիմնանորոգման կարիք ուներ եւ մենք կատարել ենք սեյսմիկ եզրակացության հիման վրա պատրաստել նախագիծ եւ այդ նախագծի հիման վրա ներկայումս կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Քաղաքապետարանից վստահեցնում են, աշխատանքները ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի։ Ծրագրի ավարտի համար թեև 210 օր է սահմանված, կամրջի երթևեկելի հատվածը նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսի վերջին։ Մնացած աշխատանքները շարունակվելու են կամրջի ներքին եւ հիմքային հատվածներում։ Կամուրջի վրա աշխատանք կատարելը եւ ուղակի փողոցում աշխատանք կատարելը իրարից էականորեն տարբերվում է եւ մենք չէինք կարող թույլ տալ կամուրջի մի հատվածը ծանրաբեռնել երթևեկելիությամբ եւ մյուս հատվածում դուք եք նկատում, թե ինչ ծանր աշխատանք է կատարվում։ Դա ուղղակի անհամադրելի է։ Մեզ էլ հաճելի չի, սակայն սա պլանավորված էր, որպեսզի կատարվեր ամառային արձակուրդների ժամանակ, երբ մեր երեխաները դասի չեն, ուսանողները դասի չեն եւ որոշակի հատված արձակուրդային ռեժիմի մեջ է եւ երթևեկությունը այդքան ծանր չի։ Սա ամբողջը պլանավորված է։ Շինարարների տեղեկացմամբ առաջին հերթին իրականացվել են ասֆալտաբետոնե ծածկի, դեֆորմացիոն կարերի հեռացման հետ կապված աշխատանքներ եւ անվահրիչների ապամոնտաժում։ Բարդություններ հանդիպում է, որովհետև դեֆորմացիոն կարերը բոլորդ անցել եք գիտեք, որ ինքը արդեն քանդված էր եւ այդ քանդված հատվածներում, որ նայում ենք, արդեն տակից քանդված բետոնի շերտեր է երևում եւ այդ բետոնի շերտերն էլ պետք է փոխենք արդեն քանդենք, նորը տեղադրենք։ Մարդկային ռեսուրսների մասով էլ դեռ առայժմ հերիքում են, բայց մենք ընդհանուր անընդհատ ավելացնում ենք, որովհետև մենակ տեղամասում չեն աշխատում, պատրաստում են դետալներ եւ պատրաստվածները շուտով ստեղ կլինեն։ Պատասխանատուների գնահատմամբ հիմնանորոգումից հետո Կիևյան կամուրջը երկար տարիներ կծառայի առանց խոշոր վերականգնողական միջամտության անհրաժեշտության։ Միաժամանակ կառույցի վիճակի մշտադիտարկման ապահովման համար նախատեսվում են պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել։ Արշալույսի Գևորգը ջերմոցային տարածք է վարձակալել վարունգ պղպեղ եւ լոբի աճեցնելու համար։
շուրջ 10,000 քառակուսի վրա մեծ ներդրումներ է կատարել։ Մինչև այս մշակաբույսերին անցնելը լոլիկի մշակությամբ է զբաղվել։ Հերթը հասել է նոր նպատակների իրագործմանը, սակայն իրացման խնդիրը փաստի առաջ է կանգնեցրել նրան։ Որ դուրս արտահանվեց շատ լավ կլինի, իհարկե, արդեն այն որ կարանք ամբողջն էլ դրսի հետ կապված ուղարկենք, որն է որ շուկա կհասցնենք, բույսը չի, վերքը չի մեծանա ու հիմա ես չեմ կարող քաղեմ, որովհետև չկա պահանջարկ։ Շուկան ենք երեկվանից, շուկան ենք, ոչ մի վաճառք, ոնց տարել ենք, այնց շուկայում ոչ էժան են ուզում, ոչ մի ձևի չեն ուզում, շատ վատ։ Ի՞նչն է պատճառը։ Դե սաղից էլ երևի ծանոթ որ երկրի վիճակից ինչ պատճառ, ճանապարհները փակ։ Հիմա այս վիճակն է, բայց ես դրանից չեմ հիասթափվում, ես շարունակում եմ մշակել, հույսով որ լավ է լինելու։ Քանի որ ներքին շուկայում էլ բերքը լավ չի սպառվում, ջերմոցային պայմանները բարելավելու ծրագրերը հաշվարկից դուրս են մղվել։ Գևորգ Միրզախանյանին այդպես էլ չի հաջողվում ապահովել ջերմոցը հովացման համակարգով։ Ձմեռվա համար տաքացում ունենք, հովացման համակարգ, էդի չունեմ, էսի վարձակալականը հովացման համակարգը լինելու դեպքում ես ավելի առողջ կլիներ տեսքը, համ վարունգի, պամիդորի ինչ կուլտուրա թեկուզ լիներ, նույնն էլ իր քոլը, ավելի կրկնակի մեծությամբ, արդեն այս քոլերը ավելի բարձր, որակը շատ առաջի համար են, որ ամբողջ ինչ կա, ինչ որակի կա, այդ սա դրսի ապրանքի հետ կապված առաջի սորտ վարունգ։ Ստեղծված հանգամանքներում գյուղատնտեսը հաջողության հասնելու համար ուղիներ է փնտրում։ Պետական աջակցության ծրագրի միջոցով թերևս հնարավոր կլիներ արդյունավետ աշխատել։ Ծրագիր լինի, ծանոթանանք, տեսնենք ինչ։ Արդեն կաշխատեմ ծաղիկի հետ, կաշխատեմ մնացած լիքը կուլտուրաներ կան։ Պետք դուրս գալու դեպքում պետք է առաջինը շուկայական արժեք ունենա, յուրացնելը հեշտ լինի։ Մենք էլ արդեն կուզենք այդ հովացումն ունենանք, ամեն ինչն էլ։ Իսկ հիմա sense ոնց անորոշ վիճակ է, որ հիասթափվել չի կարելի ասել, բայց այդ չի որ ջերմանում ես, տաքանում ես, ուզում ես անես, ուզում ես, մտքերդ չի գալի։ Ծախս եկամուտ հաշվարկը չի արդարացել, սակայն սերը գյուղատնտեսական աշխատանքների հանդեպ եւ տարիների փորձը ստիպում են լավատես լինել։ Համենայն դեպս դեռ հույս ունի վաճառել մեծ հոգատարությամբ եւ խնամքով աճեցրած օգտակար ու համեղ բանջարեղենը։ 15 օրից ավելի է Իսակովի պողոտա 52-ի 1 եւ 52-ի 2 հարակից շենքերում գարշահոտ է տիրում։ Կեղտաջրերը նաեւ 9 հարկանի շենքերի նկուղներ են հասել։ Քաշը մեջը նորից լցվեմ։ Լստենայ։ Մամուռը արդեն ընդ կանաչել է։ Այս ջուրը գնաց պան հոսանքի լարերին, տակը 10000 վոլտից ավել չի։ Սա շենքերը կմնան կտրակի, հա։ Բա երեխեք կողքելն են, բան էլ անցնեն այդ րոպեին։ Ինչպես պայքարել այս ամենի դեմ բնակիչները չգիտեն, բայց այս օրերին բազմիցս եւ Veolia ջուր ընկերություն են զանգահարել եւ Մալաթիայի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։ Երկու կառույցում էլ քարան տարբերություն է, ասում են երևանցիները։ Երևում անայի դիտահորից է դուրս գալիս այս կեղտաջուրը, որը ըստ բնակիչների ասֆալտապատման սխալ աշխատանքի արդյունքն է։ Պիտի դիտահորը մաքրեն, դիտահորի խողովակները կոյուղատարերը հերթ փոխեին, քանի որ այն խորհրդային տարիների այս բնակիչների նոր ասֆալտապատումը անեն։ Մտավախություն կա, որ չդադարող կոյաջրերի պատճառով շենքը վթարային կդառնա, հիմքերն էլ կթուլանան։ Բացի այդ համաճարակի վտանգ կա, այն էլ այս շոկին տարածվող գարշահոտի պատճառով։ Բնակիչները քաղաքային իշխանությանն են դիմում, օր առաջ քայլեր ձեռնարկելու հորդոր հղում։ Հակառակ դեպքում իրենք կդիմեն կտրուկ միջոցների։